Alors, le groupe d'amitié France-Arménie au Sénat, Սենատում je l'ai dit tout à l'heure, ասացի քիչ առաջ, ուրեմն կարևորագույն եւ մեծագույն խումբ է, որտեղ այնտեղ բոլոր քաղաքական ուժերը ներկայացված են եւ ես ասացի կան 8 ուժեր, այսինքն 8 փոխնախարարներ, նախագահներ եւ մենք կազմակերպում ենք ամբողջ գործառնական process-ը։ Այդ բարեկամական խումբը փոքր ինչ առանձնահատուկ է, որովհետեւ մենք ընկեր ենք մեր գործընկերոջ հետ, եւ կան նաեւ Հայաստանից պատվիրակներ, որոնք ասենք դեմոկրատական են եւ նրանք եւս այն ամբողջը ինչ անում են տեղական մարմինները ինքնակառավարման եւ երբեմն բարեկամական խումբը փորձում է տարբեր կարծիքներ ուրեմն հաշվի առնել այս երկու տարբեր իրականությունների միջև դա միշտ չի առանձնահատուկ բոլոր բարեկամական խմբերին որոնք սենատում են այժմ Վլադիմիրը քիչ առաջ խոսեց վիզիտների մասին այցերի մասին այո իսկապես նա խոսեց իր ցանկության մասին եւ որը մենք կիսում ենք Եվ 2019 թվականին մենք կազմակերպել ենք ուրեմն Վլադիմիր Վարդանյանի կողմից մի պատվիրակություն, ուրեմն Լիոնի ագլոմերացիա եւ Ռոնի տարածք, ուրեմն Օվերն հորալի հարցերով եւ դա շատ լավ համընկավ, որովհետեւ ուրեմն Ռոնի դեպարտամենտի քաղաքապետերի կոնգրեսների երկրորդ այցը, որը մենք Մարսելում ենք կազմակերպել Թույլ տվեց իրականում ուրեմն պատվիրակության ուրեմն Մարսելի մի շարք դրալերին հանդիպել եւ այն հայերեն ովքեր ապրում են Մարսելում ասոցիացիաները որոնք Մարսելում են եւ մի շարք ընկերություններին դա շատ կարեւոր է որտեղ Մարսելը ամենամեծ ուրեմն նավարկային ուրեմն տրանսպորտի կենտրոնն է այսօր մենք ընդունել ենք մի պատվիրակություն եւ մենք Պերիգյորի կողմից մի ռեգիոն է, որտեղ շատ քիչ հայ համայնք կա, բայց երկու սենատորները պատրաստում են արդեն իսկ ընդունելությունը ցույց կտան կապացուցեն, որ նույնիսկ այն ռեգիոներում, որտեղ մենք համարում ենք, որ չկա հայ համայնք, այն սփյուռք, բայց դա եւս դինամիկ ռեգիոն է եւ դա շատ լավ առիթ է, որպեսզի ասենք լիմուզին տեսակի կովերի ծրագրի համար եւ դա նաեւ մի առիթ է, որպես մենք կարողանանք դարտիժ դու ֆռնեի ուրեմն ծովակալի ուրեմն գերեզմանատանը կարողանանք մի փոքրիկ դուրք մատուցել դա ասպեկտներից մեկն է եւ կարող ենք ասել նաեւ այո ես եմ եղել այցելել եմ եւ այնուհետեւ ինչ է դա տալիս ուզում անպայման ուրեմն օգտվել պարոն Վարդանյանի կողմից քանի որ նա մին կողմն է գտնվում որպես ասեմ որ 2019 թվականին ուրեմն իրականացված իր պատվիրակությունը Եվ 5 օրվա ընթացքում Վլադիմիրը ասում էր, անդադ ասում էր անց մեջ տեղի կունենա պատերազմ, նա ասում էր անդադ դա ֆրանսիական պարլամենտական ովքեր մշակութային առումով միշտ շատ հեռու էին պատկերացնում պատերազմը եւ դա չէին պատկերացնում տեսականորեն, միայն տեսականորեն եւ նա ինձ ապացուցեց, ինձ ստիպեց, ինձ համոզեց, որ այո Թուրքիան, Ադրբեջանը կանեն այնինչ արեցին եւ ես մի կոմունիկե գրեցի, որտեղ ես արտացոլեցի այդ կոմունիկեում Վլադիմիրի կողմից անընդմեջ այդ ասված խոսքերը, որ պատերազմ է ուրեմն ծառացել, իսկ սենատի դիպլոմատիայի համար դա կարևոր չէր այդքան գուցե եւ դա Վլադիմիր Վարդանյանը տեղի իրավացի էր եւ տեղի ունեցավ այս դաժան պատերազմը, որը ցավոք սրտի իմ գոլեգայի ուրեմն Arménie France բարեկամական խմբի ղեկավարի բոլոր այդ կասկածները արդարացրեց եւ պարլամենտական դիվանագիտությունը չգիտեմ արդյոք դասեր քաղեց այս ամեն ինչ բայց անպայման ավելի ուժեղ կդառնա եւ հաճախ այս ասենք արտգործ նախարարի ասենք այս եւս շատ է ընդգծում պարլամենտական դիվանագիտությունը
հանրապետության կարևորությունը, որովհետև միայն այդ չէ, որովհետև մենք ընկերներ ենք, մենք միմյանց ասում ենք ճշմարտությունները, եւ այնուհետև մենք վերադառնում ենք մեր երկիրը, արդեն այլ կերպով ենք անցալում մեր երկու երկրների երկու ստեկ։ Եվ վերջին կետը, որը եւս, որի բնորոշ է սենատում հայ բարեկամական խմբին, մենք կարծիքներ ենք փոխանակում, մենք հասկացանք այն ամեն ինչը, ինչ տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպիսի իմպերիաներ կայացան, եւ Հայաստանը, որ այսօր փոքրիկ երկիր է, որը պարզապես մի կոնֆետի է այս ամբողջ հարթակում, այսօր բոլոր այս հետևանքները քաղում է։ Եվ այն ամենը, ինչ տեղի ունենում աշխարհում, դա կարող է մոռացության մատնվել։ Սենատում մենք կոլոկվիումներ ենք ուրեմն կազմակերպում, մենք թղթակիցներին ենք այսօր անպայման հրավիրում եւ անպայման իրենք հիշեցում են, մի մոռացեք թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում։